իսկ այսօրվա Հայաստան ձեզ ամենաշատը ինչն է անհանգստացնում։ Որ ոչ մի ոլորտում կայունություն չեմ տեսնում։ Ես հասկանում եմ, որ դրանք գուցե արդեն այնպիսի բառեր են, որ աշխարհում կայունություն ոչ միտեղ չկա, որ մնաց թե մենք այստեղ Հայաստանում ենք փնտրում, բայց ես շատ կուզենայի, որ կայուն լինեին մի շարք ոլորտներ, որովհետև միայն այդ ճանապարհով դու կարող ես կառուցել ապագա։ Շատ ոլորտներ կան, որոնք դեռ ընկերական մակարդակի վրա են, շատ հարցերում դիլետանտներ են նստած իրենց գործերին եւ փորձում են ղեկավարել։ Դա ինձ օրինակ շատ է անհանգստացնում, որ իրապես մարդիկ, որոնք գիտեն իրենց գործը, այսօր կարող են անգործեն, բայց մարդիկ, որոնք կարող են լավ շոու անել եւ իրենց ներկայացնել, նստած են ղեկավար ինչ-որ պաշտոններում եւ փորձում են տանել առաջ մեր երկիրը, մշակույթը, կարծում եմ այդպես չի կարող լինել։ Մշակույթի, ոնց ասեմ, եթե դու զբաղվում ես մշակույթով, դու պետք է ճանաչես մշակույթը ոչ միայն քո երկրի, այլ նաև ամբողջ աշխարհի, պետք է ճանաչես քո սերնդին եւ շատ խստորեն վերաբերվես այն ամենին, ինչ փոխանցում ես, որովհետեւ վաղ այդ ամենը գալու է քո դիմաց։ Էլեմենտար բան, ինչ տալիս ենք մեր երեխաներին, նույնը հետ ենք ստանալու։ Եվ եթե մենք ուզում ենք վաղ այդ ապագան ունենանք, այդ ոլորտներում պետք է շատ կայուն մարդիկ լինեն, կայուն որոշումներով